քամին փչում է ավազի մեջ եւ արթնացնում անցյալը։ Դերձորում արևը քունաթափում է ամեն շնչով բան, այն քունաթափում է հիշողությունը։ Մեծ մորս դաջվածքները ֆիլմը պատմում է ոչ թե ցեղասպանության մեր արդեն իմացած փաստերի մասին, այլ տալիս է կուր պատկերացում այն իրականության մասին, որը տարիների ընթացքում թաքուն է պահվել։ Շվեդահայ ռեժիսորը երկար տարիներ զբաղվում է վավերագրական ֆիլմերի նկարահանումներով, իր ուշադրության կենտրոնում պահելով ցեղասպանության թեման։ Ռուանդայի ցեղասպանության մասին ֆիլմը նկարելուց հետո վերջինս նկատում է, որ այստեղ բռնության ենթարկված կանանց մարմնի տարբեր մասերին դաջում էին։ Ռեժիսորին հանգիստ չէին տալիս դաջվածքները ու փորձել է հասկանալ դրանց իմաստը։ Փարիզի Նուբարյան գրադարանում եւ արխիվներում պրպտումների արդյունքում Սյուզանը գտնում է դաջվածքներով աղջիկների նկարներ։ Դրանց թվում ի զարմանս իրեն իր տատիկի դաջվածքները։ Ինձ համար տատիկի պատմությունը սկսվեց, երբ ես անսպասելիորեն հայտնաբերեցի երկար ժամանակ կորած մի քանի փաստաթուղթ։ Հայտնաբերեցի այն նկարները դաջված կանանց, որոնց մասին ընդհանրապես չէր խոսված առհասարակ եւ տարիներով 60-70-80 տարիներ այդ նկարները պահված էին մի արգղի մեջ ու ոչ ոք չէր ուզում նայել այդ նկարներուն։ Տատիկից չէի սիրում, քանզի նա միշտ ինքնամփոփ եւ տխուր էր։ Երբեք չէր գրկում մեզ ու միշտ մեզ համար նա թաքնված կերպար էր։ Միայն տարիներ անց պիտի բացահայտեի այդ կնոջ հոգու վիշտն ու այն տանջանքները, որ նա ուներ դրոշված իր մարմնի վրա։ Նշում է ֆիլմի հեղինակն ու հավելում. դաջվածքներն իրենց մեջ պարփակում էին կանանց զգացած այն հոգու ցավը, որն իրենց հետ է ողջ կյանքի ընթացքում։ Ինչ քրվեր է ուրանորական դեպքում։ Ոսխաչ են այդական, հոսա իրենց տրոշակն է։ Տրոշակն է։ Սերկական տրոշակն է ասի, Տրոշակ, Դաջվածքներու յետին կան շատ ահավոր պատմություններ, որոնք հիմնականին մեջ սերային բռնության կվերապերին, եւ այդ կիներու այդ ցեղասպանության մեր պատմության այդ ասպեկտը գուզեի հանրության ուշադրության բերել։ Մեծ մորս դաջվածքները ֆիլմը մեծ աղմուկ է անել ամբողջ աշխարհում։ Այն 2012 թվականի հունվարին առաջին անգամ ցուցադրվել է Ալ Ջազիրա հեռուստաալիքի եթերով։ Այժմ ֆիլմի ռեժիսորն առաջարկներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից այն ցուցադրելու խնդրանքով։ Ֆիլմի հերոսուհիներն այժմ կենդանի չեն, ու ինչպես նշում է Տիկին Խարդալյանը, երևի պետք է ասեին իրենց ամենասարսափելի գաղտնիքն ու նոր հեռանային կյանքից։ Անատոլ Ֆրանս ասում է, որ այն ազգը, որ չի ուզում մեռնել, նրան չի կարելի սպանել, բայց այս ֆիլմը դիտելուց հետո մտածում եմ, որ հենց միայն այն ամոթը, որ նա ունեցել է եւ չի կարողացել բարձրաձայնել, բողոքել, ընդդիմախոսել, արդեն սա մահ է։ Ֆիլմում բուն ցեղասպանության անդրադարձ չկար, մեծ առումով չկար, ընդհանրապես մի կնոջ պատմություն էր, բայց մտածելու իսկապես լուրջ տեղիք կա, թե իսկապես քանի հազարավոր կանայք են եղել հայ, որոնք նման տարաճակատագիր են ունեցել ու բոլոր տանջանքներով միջով անցել են ու դրանից հետո նաև կարողացել են շարունակել են ապրել ու արարել ու նաև հիմք հանդիսացել այսօրվա սերնդի գոյության համար։ Դաջվածքներն ու հայ կանայք։ Ահա թե որտեղ են հատվում այն չհատվող զուգահեռականները ու որտեղից է սկսվում մարդկային պատմության այրոնոտ ու գաղտնի էջերից մեկի՝ ցեղասպանության բացահայտումների այս շղթան։ Էդգար Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։